Որքան բարձրանում ենք, փաստորեն կես այդքան էլ խորություն կա իր մեջ, չէ՞ կոնաձևի։ Հսկայական ձագարը, շատ հսկայական ձագարը մեջը կա սառը աղբյուր, որը ընդամենը այսքան բաժակ չես կարա ջուր խմես։ Ուղղակի շուտ է կտրվում, որովհետև ավազային զանգված է ինքը։ Ջուրը դուրս է գալի եւ ներծծվում է։ Իսկ մատուրը, որ այդ զագարի մեջ կա, որ դարի է, ինչ որ մատուրի պատերը ավերված է, ընդ եղել է Բագրատունների տարածք եւ հիմա այդ ժամանակը կառուցվել, թե ինչ լուրջ պեղումներ չկա։ Եվ մի հետաքրքիր փաստ էլ կա, որ այնտեղ քարերը, չնայած իրենց մեծության, դու կարող ես մի ձեռքով վերցնել, դա էլ որովհետեւ էլի հրաբխտի այրված քարեր, արդեն դրանք այրված են, տորքանգեղի պես կարաս մի հատ մեծ քար բեկարես ու գցես կամ վոլեյբոլ խաղաք։ Խորհրդային շրջանից սկսած մեր բանակայիններին միշտ ճանապարհել ենք այս քարի մոտից։ Թիկունքին մեր վայոց սարն է, որը սրբավայր ենք համարում, եւ այստեղից գնացողները Փարքասու խորհրդային բանակ եւ հետո մեր հայկական բանակ ծառայողները բոլորը անվնաս հետ են եկել։ Մեր բանակայինների քարն է։